Սիրված և ճանաչված դերասան ամուսիններ Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը համարվում են հայկական շոու բիզնեսի ամենասպասված զույգերից մեկը։ Նրանց մասնակցությամբ ցանկացած հեռուստասերիալ, հեռուստանովել մեծ հետաքրքրություն է առաջացնում հանրության շրջանում։ Այս ընտանիքում տարիներ առաջ տեղի ունեցավ դժբախտություն, որից հետո նրանցից երկար ժամանակ պահանջվեց կրկին հեռուստաէկրաններ և կրկին իրենց սիրելի աշխատանքին վերադառնալու համար։ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին Անժելան բավականին մեծ հայտնիություն է վայելում ինստագրամյան հարթակում։ Դեռ տարիներ առաջ Անժելան իր հարսանիքից առաջ սկսեց ակտիվություն ցուցաբերել, որից հետո համացանցում տարածվեցին հարսանեկան կադրերը, այնուհետև կադրեր, որտեղ երևում էր, որ աղջիկը պատրաստվում է մայրանալ։ Դե իսկ դրան էլ հաջորդեց որդու Հարությունի սպասված ծնունդը։ Երեկ էլ Հարությունի ծննդյան 2 տարեկանն էր։ Ընտանիքը մեծ շքով տոնել է փոքրիկի ծնունդը և այդ կադրերով կիսվել ինստագրամյան հարթակում։ Միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին և հաջորդիվ ներկայացնում ենք փոքրիկի ծննդյան բացառիկ կադրերը։ Հետաքրքիրն այն էր, որ որդու ծնունդից ընդամենը ամիսներ անց նկատելի էր, որ Անժելան որևէ հրապարակում չի անում իր ամուսնու մասնակցությամբ։ Նա ջնջել էր և հեռացրել ինստագրամյան հարթակից ամուսնու մասնակցությամբ բոլոր հրապարակումները և ժամանակ առ ժամանակ ակնարկում էր միայնակ լինելու մասին։ Այստեղից պարզ էր դառնում, որ Անժելան և նրա սիրելին ամուսնալուծվել են։ Նա ժամանակ առ ժամանակ հրապարակումներով էր հանդես գալիս իր որդու մասնակցությամբ և գրում, որ իր կյանքի միակ սերը և միակ տղամարդը, ում ինքը սիրում է, դա իր որդին է, Հարությունը։ Դե իսկ այսօր Անժելան հրապարակում է արել իր ամուսնու մասնակցությամբ, գրելով. «Մեկ է, վերադարձանք դեպի լույս ու կյանք»։ Այդպիսով վերջինս նշում է, որ ինքն ու ամուսինը կրկին միասին են։ Մեկնաբանությունների դաշտում մարդիկ շտապել են շնորհավորանքներ գրել և նշել, որ ուրախ են, որ աղջիկն ու իր սիրելին կրկին միասին են։ Թե որն էր այս զույգի ամուսնալուծության և տևական բաժանման պատճառը, դժվար է ասել։ Շնորհավորում ենք Անժելային վերամիավորման համար և մաղթում երջանիկ կյանք։ Վերջին մեկ ամսում հայկական մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսնալուծությունն էր։ Ներդաշնակ ընտանիքը հանկարծակի որոշում է կայացրել այլևս միմյանց հետ չապրելու։ Այս մասին հանդես եկավ հրապարակումով դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, նշելով, որ իրենք հասկացել են, որ այլևս ամուսիններ չեն կարող լինել, սակայն շարունակում են լինել 4 երեխաների ծնողներ։ Գաղտնիք չէ, որ Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ ամուսնացել է այն ժամանակ, երբ նա արդեն ունեցել է 2 դուստրեր և նա մայրություն է արել և մինչ օրս ջերմ հարաբերությունների մեջ է իր 2 դուստրերի հետ։ Նրանցից մեկն ամուսնացել է, երկրորդը նշանադրվել է, պատրաստվում է ամուսնանալու։ Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը 2 երեխաներ ունեն իրենց համատեղ կյանքում, 2 որդիներ։ Համացանցում շատ են քննարկումներն այն մասին, թե ամուսնալուծությունից հետո որտեղ են լինելու երեխաները, հատկապես այն դեպքում, երբ վերջին շրջանում Անահիտ Կիրակոսյանը մեկնել էր հանգստի և միայնակ էր, իսկ երեխաներն իրենց հայրիկի մոտ էին։ Դե իսկ համացանցի մեկնաբանություններին ի պատասխան շատերն էլ գրում են, որ երեխաները հիմնականում կլինեն իրենց մայրիկի մոտ, սակայն շատ ակտիվ շփման և կապի մեջ կլինեն հայրիկի հետ նաև։ Այսպիսով գեղեցիկ ընտանիքի ամբողջական պատկերն այլևս անցյալում է։ Թե ինչն է այս զույգի բաժանման պատճառը, դժվար է ասել։ Այս մասին տարբեր խոսակցություններ ևս հնչում են համացանցում, սակայն մենք չենք ցանկանում դրանք ցիտել։ Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանը շարունակում է մեծ ակտիվություն ցուցաբերել նաև իր գործունեության մեջ։ Օրեր առաջ նա բեմում է հանդես եկել իր երաժշտական կատարմամբ, որի ավարտին, երբ ծափահարություններ են հնչել, Անահիտ Կիրակոսյանը չի կարողացել թաքցնել իր արցունքները և արտասվել է բեմում։ Այս կադրերը տարածվել են համացանցով մեկ և մարդիկ նշում են, որ միգուցե այս կերպ դերասանուհին արտահայտել է նաև իր հոգու այն թաքուն ցավը, որն ապրում է ամուսնալուծությունից հետո։
Դերասանուհին ինստագրամյան հարթակում կիսվել է իր ավագ դստեր լուսանկարներով եւ այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Ծնունդդ շնորհավոր Լաուրաս, արդեն կրկնակի մամա, 24 դարձեր, անհավատալի է։ Տարիներն արագ են սլանում, նշել է Անահիտ Կիրակոսյանն այդպիսով նաև փաստելով, որ իր եւ իր դուստրերի միջև հարաբերությունները շարունակում են իդեալական մնալ եւ կապ չունի, որ ինքն ու ամուսինը այլևս որպես ամուսիններ դադարել են միմյանց հետ լինել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինստագրամյան էջում տարածել է տեսանյութ եւ դրան կցել Մայր Թերեզիայի խոսքերը։ Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույն է ներեք նրանց, եթե դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույն է, բարություն գործեք, եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ եւ իսկական թշնամիներ, միևնույն է, հասեք հաջողության։ Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխաբեն ձեզ, միևնույն է, եղեք ազնիվ եւ անկեղծ, այնինչ կառուցել եք տարիներով կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույն է, շարունակեք կառուցել, եթե դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն, միևնույն է, եղեք երջանիկ, բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույն է, բարիք արարեք, կիսեցեք մարդկանց հետ ձեր ունեցածի լավագույն բաժինը եւ նրանց դա երբեք չի բավականացնի, բայց եւ այնպես շարունակեք կիսել մարդկանց հետ ձեր ունեցածի լավագույն բաժինը, վերջի վերջը դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո եւ ձեր միջև եւ ոչ երբեք ձեր եւ նրանց միջև, էական չէ թե ով եւ ինչ է խոսում ձեր մասին, ընդունեք այդ ամենը ժպիտով ու շարունակեք ձեր գործը, աղոթեք միաբան եւ եղեք միության մեջ։ Նշենք նաև, որ օրեր առաջ Անահիտ Կիրակոսյանը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ ինքն ու ամուսինը այլևս միասին չեն։ Նշենք նաև, որ շատերի խոսքով այս կերպ դերասանուհին կարծես ակնարկում է նախկին ամուսնուն։ Անահիտ Կիրակոսյանը վերջին տարիներին նաև զբաղվում է բարեգործությամբ, նա իր ինստագրամյան հարթակում ներկայացնում է տարբեր մարդկանց, ովքեր ունեն աջակցության կարիք, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ իր հանդիսատեսին ներկայացնում է տվյալ մարդկանց ու խնդրում աջակցել, օգնել, որպեսզի տվյալ մարդիկ դուրս գան անելանելի իրավիճակից։ Շատ ու շատ մարդիկ են բուժվել Անահիտ Կիրակոսյանի եւ իր երկրպագուների փոխանցած գումարների եւ օգնության շնորհիվ։ Այսօր եւս դերասանուհին ինստագրամյան հարթակում հուզիչ հրապարակում է արել։ Բանն այն է, որ Ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել Անահիտ Կիրակոսյանի ընկերներից մեկի, դերասան Պետրոս Սաֆարյանի մոտ։ Անահիտ Կիրակոսյանը հուզված է, նա իր խոսքում չի կարողանում թաքցնել արցունքները ու խնդրում է իր հետևորդներին միանալ, որպեսզի օգնել Պետրոսին հաղթահարել Ստամոքսի քաղցկեղը։ Անահիտ Կիրակոսյանը դիմել է իր հետևորդներին նշելով, որ եթե 4000 հետևորդ ընդամենը 1000-ական դրամ փոխանցեն, հնարավոր կլինի Պետրոսի բուժման առաջին փուլը հաղթահարել։ Ինչպես դերասանուհին է նշում, երկարատև բուժում է պահանջվում, սակայն սկզբնական փուլում կարելի է ինչ-որ չափով օգնել, հավաքելով նշված գումարը։ Ներկայացնում ենք դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ներողություն եմ խնդրում, որ այս ուշ ժամին եմ այսպիսի հարցով դիմում, ուղղակի հրատապ է։ Շատ դժվար եմ հիմա խոսում, որովհետև հենց նոր տեղեկացա, որ իմ լավ գործընկեր Պետրոս Սաֆարյանի մոտ հայտնաբերվել է Ստամոքսի քաղցկեղ։ Անհրաժեշտ են շատ մեծ գումարներ բուժման համար, ովքեր չգիտեն կամ չեն հիշում, Պետրոսի հետ մենք խաղացել ենք անցյալի ստվերներում, ես Իզան էի, ինքը Ազատը, եւ Պետրոսը շատ տաղանդավոր պարուսույց է, փայլուն պարող, մեր շանթի նախագծերում եղել է Պարիժ թե կարողեսում, եղել է պարահանդեսում, պարահանդես 1, 2, 3 բազմաթիվ զույգերով հրաշալի ֆանտաստիկ ելույթներ է ունեցել, անպայման հաջորդիվ իմ